Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից կրկին տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն։ Ազատության հետ զրույցում փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Շաքարային դիաբետ եւ թոքերի քաղցկեղ ունեցող Գրիգորյանը նաեւ փետրվարի սկզբին էր տեղափոխվել հիվանդանոց, մի քանի շաբաթ բուժում էր ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից։ Օրեր առաջ պետական լիազոր մարմինը հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց հողում արեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը։ Տեսեք, այդ հանձնաժողովը ինչ էր գրել. կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարա կյանքին վտանգ սպառնա։ Դա հիմք ընդունելով հողում արեցին եւ նորից հանրության տեղեկացրեցին։ Այսօր այդ վիճակն է։ Ըստ հանձնաժողովի կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարա կյանքին վտանգ սպառնա, կյանքին վտանգ է սպառնում, վերցրեցին տեղափոխել։ Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Ազատությանը փոխանցեց հիվանդանոց տեղափոխված Գրիգորյանի վիճակը բավարար է։ Փաստաբան Բաղդասարյանը ենթադրում է, որ Գրիգորյանին անսպասելի հիվանդանոց տեղափոխելը կապ ունի Եվրոպական դատարանի իրենց դիմումի հետ, որ Ստրասբուրգ էին ուղարկել անցած շաբաթ։ Միգուցե նաև ենթադրում եմ սուբյեկտիվ կարծիք է, միգուցե նաև պատճառն էր, որ արդեն մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տիրույթում էր գտնվում, որպեսզի անապահ տեղափոխեն ստացիոնար հիվանդանոց, երևի կամավոր կատար են ածել, դա սուբյեկտիվ կարծիք է։ Ամենայն դեպս փաստ է, որ այս պայդրությամբ մինչև համապատասխան հետազոտությունները չկատարվի, վերջինիս բուժելը ես կարծում եմ արդեն հակացված։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հետաձգելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը, հաղորդում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը։ Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը 4 հարց է ուղղել Գրիգորյանի առողջական վիճակի եւ բուժման վերաբերյալ։ Մասնավորապես դատարանը հարցրել է. արդյոք դիմորդը պետք է հրատապ տոմոգրաֆիա, ուռուցքաբանական հետազոտություն եւ բրոնխոֆիբրոսկոպիա անցնի։ Եթե այո, արդյոք դիմորդը կարող է Հայաստանում անցնել վերոնշյալ հետազոտությունները։ Բացասական պատասխանի դեպքում կան արդյոք այլընտրանքային հետազոտության մեթոդներ, որոնք դիմողը կարող է անցնել։ Դատարանը նաև հարցրել է Հայաստանի կառավարությանը, թե արդյոք դիմումատուի առողջական վիճակը պահանջում է նրան անմիջապես տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Սա կլինի նախադեպ, որպեսզի հետագայում պետական լիազոր մարմինները հասկանան, որ միջազգային ատյաններում իրենց արարքի գնահատականը տալու են եւ տալու են բավականին խիստ։ Եվ ցավոք տալու են արդեն ոչ թե տվյալ պետական լիազոր մարմնի, այլ արդեն հանդես է գալու որպես պետությունը։ Ներկայումս Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, կառավարության դիրքորոշումը ձևավորելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար, ասված է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրությունում։ Ծանր հոդվածներով մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող Գրիգորյանի փաստաբաններն էին անցած շաբաթ դիմել Ստրասբուրգի դատարան, հայտնելով, որ մի շարք հիվանդություններ, մասնավորապես շաքարային դիաբետ եւ թոքերի քաղցկեղ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության Գրիգորյանի փաստաբանները խնդրել են միջանկյալ միջոց ձեռնարկել, պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման եւ բուժման նպատակով։ Եվրոպական դատարանը փաստաբանների դիմումին արձագանքել էր 1.5 օրում եւ փաստաթղթեր խնդրել հիվանդությունների եւ Գրիգորյանի բուժման վերաբերյալ։ Ազատության հարցին Եվրոպական դատարանը կարող է հորդորել Հայաստանի կառավարությանը Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա, փաստաբանը պատասխանեց. Միանշանակ։ Մինչդեռ հատուկ քննչական ծառայությունը անցած շաբաթ հայտարարեց, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ, թե առաջնային եւ թե հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, ասել էր հատուկ քննչական ծառայության խոսնակը։ 6-րդ գումարման ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորտմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։